Ես էլ կարող էի երեխա ունենալ, բայց սպանեցին։ Ու այդ ժամանակ ոչ մեկին դա չցավեցրեց։ Այսինքն Պապ, Սուս մնա, ոչ մի բառ չեմ ուզում լսեմ։ Ինչ գործ ունես աղջկաս հետ։ Որ հանգիստ խոսակ կբացատրեմ։ Այ ես քո հետ հանգիստ խոսալու տրամադրություն չունեմ, ինչ գործ ունես աղջկաս հետ։ Տեսար էլի, էլ ինչ ասեմ։ ավետ, Ինքը իմ համար շատ կարևոր ու թանկ մարդ է։ Այս պայից ինքը քո համար ոչ թե միայն կարևոր չի, այլ դու իրան էլ չես ճանաչում։ Հեռու ես մնում աղջկանցս, լսեցի՞ր, թե չէ։ Շատ վատ է, որ առանց մարդուն ճանաչելու սպառնում եք։ Լսի, ես չեմ ուզում քեզ վատություն անեմ, բայց եթե հեռու չմնացիր աղջկանցս, ստիպված եմ լինելու, նաև ոչ մի բանի առաջ չեմ կանգնի։ մի րոպե Սուս մնա։ դուք ճանաչում եք իրար։ չես խոսում։ Ինչ երեխա են սպանել։ Ես էլ ոչ մի բան քեզ չեմ ասելու։ Իսկ քո անդադար ստերի մեջ ես արդեն չգիտեմ դու ինչն ես ճիշտ ասում, ինչը սխալ։ Ինչն ես խափում։ Հա, ճիշտ ես ասում։ Ես քեզ խաբել եմ։ Դու ինքդ չես հասկացել ոնց եմ ես քո կյանք մտել։ Ամենահարմար պահն եմ գտել։ Երբ դու կոտրված էիր, վատ էիր, թույլ էիր։ Միշտ փորձել եմ ձեզ բոլորիդ աչքից տակ պահել, չեմ հերքում։ Ես ուղղակի չէի կարողանում նայել, թե ոնց եք ամեն մեկդ գտել ձեզ այս կյանքում, իսկ ես մնացել մայթին։ Հա, ես վատն եմ, չար եմ, մտածի ինչ ուզում ես, մենակ թե ինձ հանգիստ թող, հոգնել եմ արդեն։ Լավ, հիմա որ բոլորը խառնվեն իրար, Արսենին ու Սարիկին բռնեն նստացնեն, ես էլ մնամ կանգնած մի անկյունում, խեղճացած, կթեթևանաս, կհամարես, որ վրեժը լուծել ես, կհամարես, որ քո կյանքը փչացրեցիր, մերն էլ հետը, հա? Կբավարարվես դրանով։ Չէ, ինչ ես ուզում, ես երջանիկ չեմ, միշտ դրան եմ սպասել, բայց չէ, ես երջանիկ չեմ, խնդրում եմ, գնա այս տեղից, ինձ հանգիստ թող։ Դու ճանաչում ես ավետին։ Գիտես ով է։ Լիզա ինքը ինչ էլ ասի, մեկա վերջում մենք իրար հետ պետքա խոսանք։ Չէ դու ինձ ճիշտ չհասկացար, հա։ Ես ձեզ հասկանում եմ, բայց չեմ կարող անել այնպես, ոնց որ դուք եք ուզում։ Այդ արդեն ուրիշ խոսակցություն կլինի։ Գնացինք։ Լիզ, մենք անպայման վերջում պետքա խոսանք։ Գնացինք։ Պապ, ավետ ինձ ոչ մի վատ բան չի արել։ Ես կբացատրեմ ու հաստատ դու ինձ կհասկանաս, դու ես ասել, չէ, որ կընդունես ու ինչ լինի կողքիս կլինես։ Չեմ ուզում ոչ մի բան խոսած։ Կգնանք տուն նոր։ Պապ, դու ավետին ճանաչում ես, ինչի էր հետը տենց խոսում, ինչ ա եղել։ Ձենդ կտրի։ Չեմ ուզում լսեմ քեզ։ Մի ստիպի, որ ավելի վատ խոսեմ հետդ։ Հա, ասեցինք ամեն ինչ կընդունենք, բայց այն ինչ որ տեսել եմ, այդ ընդունելու բան չի, Լիզա։ Տուն են գնում, ու միջև տուն հասնելը չեմ ուզում ձայնդ լսեմ։
Պապ, Ինչ ա եղել, ինչ ես եկել, ես քեզ չէի ասել ինձնից հեռու մնա։ հերու կմնամ, բայց հիմա կարևոր բան կա։ Ինչ ա եղել։ Պապ, ես քեզ 1000 ու մի հարց եմ տվել, բայց ոչ մեկի պատասխանը չեմ ստացել։ Հիմա եկել եմ, որ այսօր ասեմ։ Ես Լիզային սիրում եմ ու իր հետ եմ լինելու։ Ինչ չի հետաքրքրում ով ում բարեկամն է, ով ում հետ ինչ կապ ունի։ Ես Լիզայի հետ եմ լինելու ու հետի մեզ պետքա չխանգարի։ Ու հա, այսօր էլ Այվազը մեզ տեսել է իրար հետ։ Կարծում եմ արդեն կհասկանաս ինչ ա եղել։ Ավետ։ Պապ, չփորձես ինձ համոզել։ Ես չեմ համոզվելու ու չեմ ուզում ոչ մի բան լսեմ։ Հասկացի ինձ, ես չգիտեմ, ինքը քեզ ճանաչում է կամ չի ճանաչում, ինչ գիտի քո մասին։ Ուղղակի այդ ամեն ինչը չպետք է մեր վրա անդրադառնա։ Էնպես որ ստեղ եմ, փախնելու տեղ չունես։ Պատմի ինձ։ Պապ, որ մի պահ լսես, ես կբացատրեմ։ Ինչ պիտի բացատրես։ Խոսա, լսում եմ։ Այդ նորմալ է, որ նշված աղջիկը հանդիպում է ուրիշ տղամարդու հետ։ Ազար անգամ ասել եմ խոսիր հետս, ասա։ Հա, փաստորեն բոլորը ճիշտ են եղել, է։ Որ ստել ես, խաբել ես բոլորիս։ Հովոն, Ադելը, Վիգենը, որ ասում են, ես պաշտպանում էի քեզ։ Ստել ես բոլորիս։ Դու որտեղ ես ծանոթացել դրա հետ, հա? Կբացատրես։ Որ ասում ես թող խոսեմ։ Լսում եմ, բացատրություն տուր։ Ուր ես գնում, ինչա պետք ասա, ես կբերեմ։ Լսում ես, պապան ու Լիզան վիճում են մաշ։ Ուզում հասկանամ ինչ ա խաբել Լիզան։ Ես ասում էի, չէ՞ մի բան խաբում ա։ Լսի, չեն վիճում, ուղղակի բարձր տոնով են խոսում, մի անհանգստացի, ոչ միտեղ պետք չի գնալ։ Մաշա, իմ պապան այս վիճակում երբեք չի եղել։ Մի հատ սուս մնա լսեմ ինչ ա խաբել Լիզան, ասում էի, չէ՞ որ խաբում ա։ Վայ, Ադել։ Ինչ։ Ու հերիք ա Լիզայի պաշտպանը խաղաս։ Փաստ ա այն, որ Լիզան խաբել է Մաշա։ Ես էլ նեղանում եմ բոլորից, որ մեղադրում են իմ աղջկան սուտ խոսելու ու վատ արարքի համար։ Պապ, դու ես պատմության սկիզբը չգիտես, եթե իմանաս, ինձ կհասկանաս։ Ես ոչ մի բան չեմ ուզում հասկանամ։ Դու նշանված ես ու հանդիպում ես ուրիշ տղամարդու հետ։ Դու գիտես սուտն ու կեղծիքը իմ համար ինչ են։ Հա։ Դե որ կարևորը ճիշտ է, պապ, ասա ով է Ավետը, որտեղից ես ճանաչում։ Ես սկզբում փորձել եմ դա իմանալ, տենց է ստացվել մեր շփումը, բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Ոչ մի բանը չի փոխվի։ Դու մեկ ընդմիշտ մոռանում ես այդ Մակարյան Ավետ անուն ազգանով տղամարդուն։ Մեկ ընդմիշտ ու ամուսնանում ես Հովոյի հետ։ Ու այդ կլինի ճիշտ։ Կլինի ազնիվ, պապ։ Ում հանդեպ։ Իմ, Ավետի, Հովոյի, բոլորիդ։ Կանես անենց, ոնց որ ես եմ ասում։ Չէ, պապ։ Պապ, ես փորձել եմ քեզ ամեն ինչ բացատրել։ Ես ուզում էի ասել, դու տեսել ես, որ փորձել եմ։ Դրանից առաջ էլ փորձել եմ իմ մեջ խեղդել այդ ամեն ինչը, բայց չի ստացվում։ Ես չեմ ուզում Հովոյի հետ ամուսնանամ։ Պապ, խնդրում եմ, ես ուրիշին եմ սիրում։ Լիզա, Պապ, ես չեմ կարող սենց շարունակել։ Չեմ կարող, իրավունք չունեմ այս սուտը շարունակելու, Հովոն արժանի չի։ Ես չեմ կարող սիրել մեկին, ամուսնանալ ուրիշի հետ, ուղղակի չեմ կարող այդպես։ Եթե անգամ ես Ավետի հետ չլինեմ, Հովոյի հետ չեմ ամուսնանալու։ Ավետ, Լիզան նշանված է։ Պապ ջան, բայց ես քեզ ուրիշ հարց եմ տվել։ Չէ, դու նրա մոտ պետքա չգնայիր անգամ։ Պապ, ու այդ դու ես հիմա ինձ ասում։ Դու ես քո ամբողջ կյանքում ինձ պատմել, որ սեր ես ունեցել, որը որ քո կյանքից կորել է ու դու դրա համար երջանիկ չես եղել։ Հիմա նույնը ինձ ես խորհուրդ տալիս։ Ու խնդրում եմ ասես, թե ով է Ավետը, պապ։ Այնքան լավ ես ճանաչում, որ անգամ ազգանունը գիտես։ Ավետը Լիզա, Սարիկի տղեն է։ Ու քո հետ հանդիպելը իմ դեմ օգտագործելու համար է։ Դու գիտես Սարիկն ով է։ Լսել ես Սարիկի մասին։ Ես հիմա իր հետ խնդիրներ ունեմ։ Ու ինքը ամեն ինչի ընդունակ է։ Անկամ նրան, որ իր տղուն մեր ընտանիք մտցնի։
Չէ։ Ինքը պատահական չի հայտնվել քո կյանքում։ Դու դեռ այնքան բան չգիտես։ Այս ամեն ինչու վերջ ես տալիս։ Ու գնում ես այն տղամարդու հետ, որ քո համար ամեն ինչի պատրաստ է, քեզ սիրում է։ Թե չէ այս ամեն ինչը կկորցնես, Լիզա։ Ուզում ես ասես։ Ուզում եմ ասեմ, որ ավետը մենակ քո կյանքում չի հայտնվել։ Հովո հետ էլ է ծանոթացել։ Գիտես չէ՞։ Սարիկը փորձում է գտնել իմ ու Վիգենի թույլ տեղերը։ Ու դու շատ լավ մշակված թակարդում ես ընկել։ Վերջ տուր ես ամեն ինչին։ Ես թույլ չեմ տա։ Ոնց եք հանդիպել, ոնց եք ծանոթացել, որտեղ ես տեսել։ Մեր տան մոտ տեղափոխվելու օրերն էին։ Ու Հետո նորից տեսա։ իրար կողք դիրես ամեն ինչը։ Հիշիր, ոնց ես հանդիպել ու կտեսնես, որ ես ամեն ինչը պատահական չի եղել։ Հա, ինքը քո պատկերացածը չի։ Դու ընդամենը լավ մշակված պլանի մի մասն ես։ Ես թույլ չեմ տա։ Կանես նենց, ոնց որ ասում է Հովան։ Ես ու Ադելը գնում ենք, որ ես հանգիստ լինեմ այնտեղ։ Չմտածեմ, որ ստեղ մենակ ես եղել։